ով ամենաօրհնյալ որդիդ Աստծո, կենդանարար հորանքնին ծնունդ, քեզ համար չկան կարելի ու անանար ոչինչ, բավական է որ ծագի անսվեր ճաճանչը վարքի քո ողորմության, որպեսզի իսկույն հալվի ամեն մեղ, դևը հալածվի, հանցանքը ջնջվի, կապանքը խզվի, խորտակվի շղթան, մահացածները կենդանածնվեն, խոցը բժշկվի, վերքն առողջանա, վերանա ամեն ապականություն, թախիսն ընկրկի, ողբը նահանջի, խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա, չարիքը չքվի, տագնապն հեռանա, հուսահատություն հալածվի անհետ, և թագավորի ձեռքդ ամենակար քավիճ բոլորի, դու որ եկել ես մարդկային ոգին փրկելու, ոչ թե կորցնելու համար, ներիր անհամար չարիքները իմ, ամենաառատ քո ողորմությամբ, զիդու ես միայն երկնքում անճար, երկրում անզնին, գոյության բոլոր տարեշքների մեջ, աշխարհի բոլոր եզրածագերում, սկիզբնամայնի և ամեն ինչում, ամբողջ լռությամբ, օրհնյալի բարձունս և քեզ Սուրբ Հոգուդ ու Հորդ հետ փառք հավիտյան Ամեն։ Աստված փրկության և ողորմության, բուժման, նորոգման և առողջության, լուսավորության և կենդանության, քավման, հարության և անմահության, հիշիր ինձ, երբ գաս արքայությամբ քո, ահավոր հզոր, բարերար, գթած և ամենաստեղծ, կենդանի, գովյալ, ամենակատար, մերձավոր համայն արարածների հեծություններին, պախատում եմ ես, և ես խաչակցիդ հետ, որ քեզ համար ոչ բռնված է եղել և ոչ էլ կապված, ոչ կախված, ոչ էլ գանված, բևեռված, ոչ խոշտանգվել է հանուն Արարչիդ, ոչ էլ անարգվել, ոչ չարչրկվել է, ոչ արհամարհվել, ոչ խորտակվել է, ոչ էլ մահացել, բայց արժանի է դարձել հասնելու արքայության այն ըղձալի լույսին, որն արդարների համար է միայն, և դու ամենի հաստատուն ուխտով, ազդարարելով, որ անփոփոխ է շնորհումն առատ քո բարիքների, փառատրեցիր նրան փրկության հույս ներշնչելով իսպյար լքյալիս, օրհնյալ և օրհնյալ, և դարձյալ օրհնյալ, ընդունելով ինձ այդ նույն հավատով, կործանումից ետ պահիր բարերար, բուժիր ողորմած, այս աղտավարակ հիվանդությունից, մահվան եզերքից ետ դարձրու կյանքին, ով կենդանություն, քոնն եմ նաև ես, կյանք տուր նրա հետ ապավինություն, հոգով մեռածիս, ընծայիր նորից շունչ կենդանության, ով կյանք հարություն և անմահություն, անհատ բարություն, անսպար շնորհ, անփոփոխ ներող աջ ամենազոր, ձեռն ամենիշխան, մատն ամենամերձ, կամեցիր դու Տեր, և ես կփրկվեմ, ակնարկիր միայն քաղցր գթությամբ և կարդարանամ, ասալոկ խոսքով և վայրկենապես կդառնամ անբիծ, մոռացիր թիվը իմ չարիքների, իսկույն կստանամ համարձակություն, առատաձեռնիր և անմիջապես քեզ կպատվաստվեմ, փառավորյալդ ըստ ամենայնի հավիտյանս Ամեն։ Արդ բժշկական արվեստի ամբողջ, քո բազմահմուտ ու ամենափորձ հնարանքներով, նախապաճառն ես դու անխախտ կյանքի, երկնավոր զորեղ թագավոր Հիսուս Քրիստոս, Աստված, իմանալի և տեսանելի ողջ գոյությունների, ըստ Մարգարեի խոստման, շուտափույթ ճառագիր իմ մեջ նոր կցորդությամբ, որպեսզի քեզ հետ միավորվելու բարի դաշինքով այդ լուսավորվեմ, շնչով ու մարմնով ողջացած կրկին, ըստ ամենայնի կարող և անպարտ,
Հոգեկան վերքեր բուժելու համար կարիք չես զգում ոչ սպեղանու, ոչ ժամանակի, ոչ գործիքների, ոչ օրստորե երկարաձգման, ոչ տարբեր դեղեր օգտագործելու, ոչ հերձման, խարման, ոչ վիրահատման և ոչ երկրավոր այլ բուժումների, որ ենթակա են միշտ էլ վրիպման ամենասխալ ձախողումների։ Հոգու և մարմնի արարչիդ համար ամեն ինչ պարզ է, գրված ակներև, ամեն ինչ դյուրին ու հնարավոր։ Մտադրվեցիր, իրագործված է, խոստացար, արված, կամեցար, արդենի կատարածված, կտակդ կենաց ավետարանն է, վճիռդ փրկում, մատյանդ շնոր։ Ոչ օրենքների կապանքի մեջ ես, ոչ կաշկանդված ես ինչ-որ կանոնով, ոչ նվաղությամբ ես արգելակված, ոչ խոնարհված ես հպատակությամբ, ոչ պարփակված ես փոքրկության մեջ, ոչ չափավորված ինչ-որ սահմանով, ոչ բարկանալով վրիպում ես դու, ոչ այլայլվում ես ցասման սաստկությամբ, ոչ խստանալով սխալներ գործում, ոչ ալեկոծվում խռովությունից, ոչ անգիտությունն է քեզ շփոթում, ոչ փոփոխվում ես ողորմությունից, ոչ մեծությունից փոքրիշ նվազում, ոչ օգնությունդ լքում երբևէ, ոչ տկարանում փրկագործումից, դու ես սկիզբն ու լռումն համայնի, և ամենայն ինչ քեզանից է լոկ, ուստի և քեզ փառք, երկրպագություն հավիտյանս ամեն։ Աստված անսահման, անբացատրելի, հարազատ ծնունդ միակ Աստծո, արարիչ համայն արարածների, Արքա Քրիստոս, լույս խավարի մեջ մտնած սրտերի, որ և մեզ հետ ես լռությամբ ամբողջ և առաքչիդ հետ էականությամբ, մեր կերպարանքով քոնն ես ծանուցում սքանչելապես, օրհնյալ է հայրդ, երկնավոր անճար, որ առաքեց քեզ մեզ մոտ ի վերուստ, ում փառակից ես դու արարչությամբ, այնքան հոգասնա փրկության համար տարագիր գերուս, որ մինչև անգամ քեզ մատնեց մարդկանց, իսկ դու, որ առանց որևէ վշտի կարող էիր քո տնօրինության խորհուրդն ավարտել, հանցապարտի ստեղ հանձն առարմպել բաժակը մահվան, անթերի որպես մարդ և կատարյալ աստվածությամբ քո, համակամ է ձեզ նաև Սուրբ Հոգին կենդանապարգև, որն իսկակից է ու համապատիվ և քեզ ծննդիդ և ծնողիդ հետ։ Ահա կատարյալ մի երրորդություն, անբաժանելի, անմասնատելի երեք դեմքերով, անսկզբնավոր ու անժամանակ, համակ բարեգործ, համակ կենսատու խաղաղարար, հաստիչ բովանդակ արարածների, անբաժանությամբ ու մի բնությամբ միշտ փառաբանված։ Իսկ եթե գթած հայրը երկնավոր, ամենակարող մեկն էությունից, իմ մահապարտիս մեղքերի համար զոհաբերեց իր ծոցի անքնին ծննդին միակ, չխնայելով իրեն փառակից սիրելի որդուն, կամովին հանձնեց մահվան զենքերով չարչարողներին, Զաքարիայի այն մարգարեությամբ, թե պիտի զարթնի Սուրնովի վրա, պիտի զարկվի հենց հոտապետն ինքը ու ոչխարների ողջ հոտը ցրվի, այլև նախագրի օրինակը նուրբ, ուխտը խորանի, նվիրումն արյան և Աբրահամյան պատարակների խորհուրդն արդեն իսկ պատկերվել է իմ վաղուց կանխապես, փրկություն հեգիս կեցուցչի կամքով, ինչու ես տխրում ուրեմն, անձն իմ, երբ կործանվել ես քո իսկ գործերով, հակամիտությամբ և ոչ թե կամքով բարերար Աստծո, կամ ինչու ես ինձ խռովում այսպես սատանայական հուսահատության մտալականքով, հուսա Աստծուն ու խոստովանիր, և նա քեզ համար կհոգա անշուշտ,
Դավթյան Սաղմոսի ու Մարգարեի կենսախրախույս խոսքի համաձայն։ Իսկ ստեղծողի խնամարկության չափն ու եղանակն ավելի վեր է, քան սահմանները հրեշտակների ու բոլոր մարդկանց մտքի կշռության, իսկ եթե դրանք բյուրապատկվեն, իսկ միևնույն է, այն չափել չեն կարող, զի անպարագրի եւ բարերարն է անճարելի, մանավանդ որ մեկ նորնյալ համագոյ երրորդությունից ուղարկեց մյուս օրհնաբանյալին, որ եւ մեռավ իր առաքչի կամքի հաճության համար, իսկ ահեղն երրորդ նրանց միաբան բարեմաղթում է մեծաջան աղձով։ Միևնույն բարի ներգործման համար նրանք համաշունչ միակամությամբ հարաբերում են մեկմեկու այնպես, ինչպես ասենք թե հոգին կենթանուն, լեզուն ու միտքը բանականներին, բայց ծառությունը փառքին, կերպարանքն ու տեսքը էության։ Դու ես Տեր գթած, որ մաքրում ես մեզ, ինչպես նախորոք, որպես օրինակ, ցուցաբերեցիր այդ քո ընտրյալի Մովսեսի վրա։ Դու էիր այն, որ անօրենության ու մեղքերի մեջ վերահսկեցիր Հակոբի տոհմին, երբ Եգիպտոսում ընտանում էին նրանք խավարին հեթանոսության, մեղավորներին լուսավորելով։ Դու ես բերում միշտ ճիշտ ճանապարհի, երկհասած Դավթի խոսքի համաձայն։ Դու ես փոխարկում սրտի քարեղեն կարծրությունը լույս կաղկոցուն մարմնի, որ կարող լինի խոսքդ ընդունելու։ Դու ես ընձեռել կարենում այլ սիրտ եւ մի ճանապարհ, որ ամբողջ կյանքում երկնչեն քեզնից։ Դու ես նշնչում երկյուղդ բոլոր խստամիտներին, որ ուժ դնեն քեզ անսան հավատով մարգարեների խոսքի համաձայն։ Քո աշխարհաստեղծ բերանի օրնյալ շրթունքների սուրբ ու կենթանարաշիտ անձրևային, որպես բանալի, ցողիր դռներին իմ լսողության եւ բուժիր իսպար թույնից խորամանկ նենք բանսարկուի։ Դու, որ ամենքին շնորհում ես ձիրք ընտիր խոսելու, ամենակարող ձեռքերը տոշտիր ինձ ձայնի զորությամբ, որ պատշաճապես տիրապետելով խոսքի արվեստին, չլինի հանկարծ մեր նախահոր պես, վայրախոսելով հանդուգն ու անկարգ, քո հույսի զրկված ու հաղթահարված որսողի կողմից մատնվեն լքման ու անբանության, կարկառելով քո աչքը կենսadzիր, լուսավորիր Տեր կրկին խավարած աչքերը հոգուս, որպիսի հանկարծ վիշապի շնչից մարած լապտերով համարձակության չստորացածկվեմ գրվանի ներքո, հանրատներն ու չարությունն իմ ողջ, նետիր, ընկղմիր խորքերը ծովի, որ փոքր է անչափ քո աստվածային մեծության հանդեպ, հաստատիր հավատ ու վստահություն կործանվածիս մեջ, որպիսի կոթողն ու սահատության վեր չխոյանա, որպես ազդարար ծածուկ ախտերիս, բաց, հզոր, գթած, աչքերիս առաջ կյանքի ուսմունքը քո ամենաբույժ, որ կորստական բողբոշներն իմ մեջ արմատից հնձես կամքիդ մանգաղով, Պետրոսի նման, Աստված բոլորի, կամեցա քայլերս ուղղել դեպի քեզ, խորասուզվեցի, սակայն աշխարհիս մեղսածուբ ծովի խուլ հորձանքներում, հասիր օգնության ու սասանվածիս մեկնիր ձեռքը քո ամենակեցույց, քանանահու պես աղեխար ձայնով սրտիս խորքերից պախատում եմ քեզ, որպես սովատանջ ամենաթշվառ կաղկանձող մի շան,
քո ամենասեղ ու ճոխ սեղանի հացի փշրանքից բաշին հան եւ ինձ դու Տեր, որ եկար, որպիսի փնտրես ու կյանք տաս նորից կորուսյալներին, փրկիր նյութեղեն խորանն իմ վշտոտ դառնացած հոգու, քանի որ քոնն են եւ մեծությունը, եւ զորությունը, եւ հաղթությունը, դու ես քավություն եւ բժշկություն, եւ նորոգություն, եւ երանություն, քեզ վայել է փառք, երկրպագություն, հավիտյանս ամեն։ Բանաստեղծությունն այս պաշտամունքի, որ հոգուս խորքից ընծայում եմ քեզ, օրհնյալ բարեգոց, միավորելով զուգամասնապես խնկաբեր կանանց նվիրումներին, խառնիր բարեպաշտ Մարիամի յուղի անուշության հետ, հավասարելով ինձ նույն երջանիկ այդ պոռնիկներին, որոնց հարգանքով հավերժարաշ դու ընդունեցիր, բարարվիր գթած, մեծապես եւ իմ նվաստ խոսքերով, անհասանելի ու բարեբանյալ բարձրյալիդ գլխին տեղ տալով նրանց, զերծ պահելով ինձ սաղմոսերգուհի այս ամբաստանքից, յուղն անցավորի չպիտի օծվի գագաթ ներապանց, օշտիր մատյանն այս խոստովանության, օրհնյալ այն տան պես բույրով համասփյուր, ամենատարած ու աշխարհալիր, որ այն հասնելով կրկնակ զորությամբ ազդի, ներգործի շատերի վրա եւ լինի նրա հիշատակի պես անմոռանալի։ Այն նույն Տերն ես դու, որ զգաստացրիր նախկին չարախով մեղավոր կանանց, օրինակ տալով նրանց կերպարը Սուրբ Մարգարեի, որ ճշմարտատիպ կրկնությունն էր քո, այդ ներգործությամբ ցուցադրելով անճար շնորհիդ իրագործումը նաև իմ հանդեպ, դու անասնակեր գարու փոխարեն, կենսատու հացի քո բազմահամբար ցորենի բերքը պարգևեցիր մեզ, ապականացու այն արծաթի տեղ պատկերը տարքունի, անդարմարար ու հիմարացուցիչ գինու փոխարեն, բաժակն երկնավոր արարչի տարյան, հին ժողովրդի հայրատ կնոջից առած յուղի տեղ, շնոր նոծումիտ, վերցրած, գլխաշուկային կտավի տեղ անեղծ վերարկուտ, պերջապաճույջային ապարաջանի փոխարեն թռիչք բարեմասնության, քո օրենքով ու ավետարանով, այլև գործնական առաքինությամբ, վայել չազարթող գնդի փոխարեն, հիշատակն ամբից, տերունի ձայնիդ, կուրս կպաճուճող այն մանյակի տեղ, ավանները քո ամենահավաք, կրոնի քաղցր ու ճշմարիտ լծի, սակայն սրանով ինչու պարծենալ, երբ հարկավոր է միայն համաչել, եւ արդ փոխելով ողբերգությունն այս այլ եղանակի, որ պատշաճ է ինձ, ըստ ամենայնի մեղապարտության պատիժն իմ ամբողջ պիտի հատուցեմ, պիտի մեջ բերեմ մարգարեներից համառոտակի ամբաստանական խոսքեր խստագույն, ուր կան հրաշներ, ձայներ հեծության, ցասման աղաղակ, սաստիկ լաց ու կոց եւ նախատինքներ դառն ու խորտակիչ, ոչ թե նրանց հետ պարով բերկրելու, հրճվելու համար, այլ լծակցելու նրանց ողբերին, սակայն մեծ Աստծուց գուտն ամենահաս կանխավ հույս տվեց ակնկալելու նաև զղջումներ, խոստովանություն, ավետիս, պարգև, երևում լույսի, խրախուսանքներ աստվածային ու փառքի ժառանգում, հրաշքների ու սքանչելիքի հայտնություն, տեսիլք, որոնց մի մասը հույս է ներշնչում, մի մասն արթուն է խոր վհատություն, որի մեջ ընկա ինքս կամովին և կործանվելով հասա կորստյան,
Եթե Եզեկիելն Աստծո զգեստ համարեց ծածկոց վարագույրը այն, որով ժողովուրդն զգեստավորեց կարկատուն կուրքեր և նրանց կողմից այդ բորնկել է ինքը համարում, որքան ավելի խիստ պիտի լինի պատիժը պղծիս, որ արտաքուստ ու ներքուստ հենց իրեն Աստծուն եմ հագել, զարմանում եմ, թե ինչպես չեմ կիզվում, սարսում, թե ինչպես չեմ այրվում հապա, ապշում, թե ինչպես չեմ բնաջնջվում, տանջված, չարչրկված, լքված, ջախջախված, մանրված, խորտակված ու պատառոտված, ժանտ ժանիքներից կորուշչի ինչպես ասված է գրքում, սակայն պահված ինձ համար նաև փրկության հույսի հուշարար մի շող, այն, որ Հիսուսի ավետարանը կյանք է բացարձակ, ինչպես որ նաև բառն է ցույց տալիս, զի խոստանում այն մեղքերին դարձ, պարտքերին զիջում, եղծման նորոգում, քավություն ամեն անօրինության, վերքերին բուժում, տագնապին անդոր, պատերազմներին հանգիստ ու դադար, կրակին անձրև, հանցանքին ներում, պատճի տեղ պարգև, սատակման տեղ ձիր, մահվան փոխարեն կյանքի փրկություն։ Եթե ցանկանաս քավել, կարող ես, եթե ամոքել, բուժել, զորավոր, թե կենթանացնել, ձեռներեց հասու, եթե շնորհել, առատապարգև, եթե ողջացնել, ամենահնար, եթե ընծայել, ամենազեղում, թե արդարացնել, ամենակատար, եթե սփոփել, ամենախնամ, եթե նորոգել, ամենակարող, թե հրաշք գործել, ամենքի արքա, եթե հաստատել կրկին, արարիչ, թե գոյություն տալ վերստին, Աստված, թե խնամարկել մեզ, ամենատեր, եթե մեղքերից կորզել, հանձանձիչ, թե անարժանին ընծայել, օրհնյալ, եթե որսողից ազատել, փրկիչ, եթե գանձերդ զեղել մեզ, հարուստ, թե ձեռ կարկառել նախքան մեր կողմից խնդրել, անկարոտ, եթե դուրս բերել անձկություններից, անդորապարգև, թե ետ ընկածիս կանչել, հոգատար, եթե հաստատել սասանյալիս, վեմ, եթե ծարավիս հագուր տալ, աղբյուր, թե ծածկյալները ցուցադրել, լույս, եթե ծանուցել օգտակարները, ամենաբարի, եթե արատներն անտեսել, ամվող, եթե փոքրիս այդ դատի չմտնել, ամենաբարձրյալ, եթե ծառայիս ձեռք մեկնել, հաստող, եթե պաշտպանել աջովդ, հոգածու, եթե մատուցել հուսահատյալիս դարման, սնուցիչ, եթե անգետիս հոգալ, վարդապետ, եթե դիմողիս արքես ընդունել կրկին, ապավեն, այս բոլոր նահաքո ձեռքում են լոկ, Տեր ողորմության, ոչ միայն գրված, այլև կատարված ու գլխավորված, ով համբերատար նախամարտիկդ նահատակության, որ հզորապես խիզախելով իմ փրկության համար մտար ասպարեզ ճակատամարտի, որպիսի վիշտ ու տառապանքների վարժությամբ կրթված կակղացնես, մեղմես բռնությունը կարծր այս գոռոզ մարմնիս, անպարտականատ չարչրկումներով մարմնիդ չափեցիր տաժանելի ողջ տագնապները մեր բնության հատուկ, որ ունենալով փորձ ու օրինակ, առավել գործուն ցույց տաս մեր հանդեպ գթությունը քո, օրհնյաբանյալը Դավիթյանս, ամեն։ Օրհնաբանված է և լուսանորոգ, մեծ պահսի ուրբաթորն այն ահավոր, երբ արարածներն ուժգին սասանմամբ տարորոշվեցին երկու մասերի, փոխակերպվելու նոր երկնակենցաղ անայլայլելի մի այլեյության,
բարձրացածների խոնարեցմամբ ու կործանվածների վերամբարձումով, արդ բարեպատեհ ժամն հասավ եւ ինձ գրելու նվակն այս հառաջաձայն, զվարճախառն ահ ու երկյուղով, չարչարանքներիդ մասին եմ այստեղ ցանկանում ասել, որոնք կրեցիր դու իմ պատճառով, Աստված բոլորի, կանգնեցիր խոնար, իմ կերպարանքով քո ստեղծածի այցյանի առաջ ու չխոսեցիր տվիչդ խոսքի, չբարբարեցիր հաստիչդ լեզվի, ձայն չարձակեցիր սասանիչդ երկրի, չմռնչացիր, ով ամենացունց փողդ ահագնաձայն, ոչ նախատեցիր երախտիկներովդ եւ ոչ էլ իրես չարագործությամբ ըմբերանեցիր, չմատնեցիր դու ամոթի նրանց, որ քեզ մատնեցին տանջանքին մահու, ոչ քեզ կապելիս դիմադրեցիր, ոչ ապտակելիս փոքրիշ դառնացար, ոչ անարգեցիր դեմքիդ թքելիս, ոչ հուզվեցիր, երբ կրփահարեցին անողորմաբար, չսրտմտեցիր, երբ հեգնեցին քեզ, ու չայլայլվեցիր, երբ ենթարկեցին ծաղր ու ծանակի, իբրև տկարից հանեցին քեզնից պատմուճանը քո ու դարձյալ հագցրին իբրև անփրկում կալանավորի, եթե կրկնակի չմպեր քացախն այն խառնված լեղու հետ, նախկին դառնության մաղսնի մթերված դուրս չէր թափվելու, ճաշակեց վհատ ու մերժեց իսկույն տարակուսանքով, առան կատաղած ու դարձյալ տվին անպատկառորեն, եւ խառնիչ աղանջ ամբոխի առաջ, գանահարելով նրան սաստկապես ու ենթարկելով անարգանքների, ծնկի իջեցրին ծաղրելու համար, դնելով գլխին եւ փշապլսակն արհամարանքի, հանգիստ չտվին կենթանարարիդ, հարկադրեցին կրել պատրաստված գործիքը մահվան, ընդունեցիր այն իբր երկայնամիտ, առար իբրև հեզ, բարձրացրիր անխոս իբրև համբերող, շալակեցիր այն փայտը վշտալի իբրև հանցապարտ, տարար ու սամբար զենք նայ կենարար, զերդ հովտաշուշան, որ գիշերային արհավիրքներից պահպանած լինես, քո ձեռքով կերտած մեր գոյացության գահը մարմնեղեն, դատապարտության վայրը փոխելով խրախճանության, դուրս հանեցին քեզ, որպես ողջակես, կախեցին ինչպես խոյը սաբեկի, փռեցին խաչի սեղանի վրա, իբրև պատարագ, գամեցին ամուր, որպես չարագործ, կապկապեցին պիրկ, իբրև ապստամբ, քեզ իսկ երկնավոր խաղաղությանդ, իբրև ավասակ, մեծությանդ անհաս իբրև եղկելի, քերով բեներից երկրպակվածիդ իբրև կամահարյալ, կենաց պատճառիդ իբրև մահապարտ, ավետարանի նկարչիդ իբրև օրենքի լուտող, մարգարեններին ներշնչողիդ ու տիրոջդ, որպես գրքերի զղջիչ, փառքի ճաճանչիդ, հոր խորհուրդների կնիքիդ անճար, իբրև դիմամարտ ծնողիդ կամքին, օրնյալիդ, իբրև տարագրական, օրենքի կապը քանդողիդ, իբրև նզովյալ այժմի, հուրն սպառողիդ, իբրև ասնատուր մի կալանավոր, անմատույց լույսով պարածած կյալիդ, իբրև հողածին մի ձերբակալված, ով երկայնամիտ բարերարություն, ողորմածություն քաղցր ու բազմագութ, որ անօրեն ու երախտամոռաց ծառայիս համար հանձն առար բոլորն այս սիրահոժար, կամավորապես այն մարմնով, որ քեզ միավորեցիր եւ մինչեւ շիրմի քնարանը քո, ամբողջ լռությամբ մնացիր միշտ նույն Աստվածն անքնին, նույն նախատինքը կրելով անճար քո համբերությամբ եւ ապա դարձյալ հարություն առար ինքնիշխանորեն լուսազարդ փառքով աննվազ մարմնով ու լիակատար քո աստվածությամբ
օրնյալ փառքով ու գովյալ գթությամբ եւ ողորմությամբ բարեբանված միշտ հավիտյաններից հավիտյանս ամեն հողանյութ դեմքով ընկած երեսիս ծանրադրական երկրպագությամբ գետնին խոնարհված երախտավորիդ ողորմածության կենարար ոտն է մահա համբուրում ուղերձելով այս սաղերսը մեծիդ աղաչում եմ քեզ միակ հոգացու մարդասեր գթած գեցուցիչը զորավիկ պաշտպան թող որ ինձ համար մարդացած աստծուտ կրած փրկարար տառապանքները ընդունային չանցնեն իդերև չլնի մատնության օրվա գիշերը թափած քրտինքը դառնա խառն թող չստվերանա լույսն երախտիկիդ որ պարգևեցիր թշվառիս ձրի առանց հատուցման թող չանետանա քո շնորհների ավետիսն անճար որ նորոգել է կայլակը կողիդ անօգուտ չասնեն պտուղները քո չարչարանքների որ մատուցեցիր իմ կարոտության թող չպարծենա վամված բանսարկուն յուրացնելով ստացվածքը քո հաղթիր քո կամքով իղձերին չարի թող որ վերստին ապշի մի անգամ զարհուրասն արդեն հավիտենապես դատապարտվածը թող պարտվի նորից մի խնայիր քո խոսնը զատարար որն ընծայվելով ստեղծածներիդ վերադարձնում է վերստին արքեզ հուսահատության չսպասված ժամին երբ բոլորովին անհետացել էր ամեն մի շարժում շունչ կենթանության անճար հրաշներ բարեգործեցիր մեռար անմահատ եւ նորոգեցիր մահացածներին եթե փոխեցիր օրենքն ու կարգը համաձևության ապա դյուրինը հեշտն ու առավել հնարավորը մի սլանար մեզ սկզբնածիրդ ողորմածության բարեգութ օրնյալ եւ երկայնամիտ անմահ թագավոր ներգործիր խոսքովդ ամենակարող որով առաջին օրն արարչության լույսն ստեղծեցիր եւ անմիջապես լավի կփոխվեմ քանի որ ինքս ջանադիր չեղա հետևել լույսիդ դու էլ ինձ այցի հայրական լույսից ծագած ճառագայթ հանցապարտ ծառաս թող կանչվեմ քեզ մոտ գտնելու շնորհ ու ողորմություն երկար ժամանակ հարկավոր չէ քեզ բոլոր պարտքերիս հատուցման համար տարապյալս լոկ շնոր արա քո երեսը տեսնել լույսդ խավարում վհատ սրտերի արգելափակիչ ճանապարհային որով բազմազեղ բարիքները քո խույս են տալիս մեր իմ հիշողության տեսողությունից ինձ համար պահիր քո հարամնա գանձերի շնորհն ամենապայծառ որի շնորհի պատվական դարձած քոնը համարվեմ պաշտպանվեմ քեզնով անսահման բարի ողորմիր գտած աղաչում եմ քեզ ողորմիր հզոր կրկին ողորմիր ով համակ բարի չարիքները մի փոխատուցիր վիշտ ու ցավերով վտանգվածիցը շնորհները քո ետ մի վերցրու շունչն ամենաօրնյալ հոգուտ մի խլիր մի ջնջիրիսնից կնիքը խնկյալ քո արքունական ու սուրբ պատկերի սրբված մտքիս մեջ թող չհայտնվեն մեղքերի փշեր մի խզիր սիրուս քեզ միավորող կապը ամրապինդ մի զրկիր ճաշտար ու վայել չարվեստ լեզվով խոսելու զորությունից Տեր հաջողվածնա չիս մի նվազեցրու որպիսի բաշխեմ մասունքը լույսիդ մի գրիր պարտքերս ծանր ու մահացու կյանքի դպրության քո մատյանի մեջ մի պահիր եւ ինձ մի վերագրիր հիշել մի տուր միշտ մի ամաչեցրու մի նախատիր ինձ մի ոտնահարիր մի արձանագրիր արաշներս մեկ կործանիչ գործերս էլ մի ամբարիր մի ամբաստանիր որպես հանցագործ
Մի հաչեցրու ինձ հետ միասին ծառն անեցքների, մի ծլարցակիրի մեջ վնասիչ սաղարթ ու թփեր, մի բարունակիր մեղքերի ծաղիկ, մի պտղաբերիր բերքն ամոթաբեր, մի դիր իմ առաջ թուղթը պարտքերիս, քո աշխարհաստեղծ մատների վրա մի հաշվիր արդյունքն արած գործերիս, մի դիմախոսիր այդքան ահարգու, անօրենությունս հիշատակելով, կամքիս մի հանձնիր ավանտն իմ հոգու, որ չմատնեմ այն գերեվարության, այստեղ ինձ բնավ մի փառավորիր, որպեսզի այնտեղ չդատապարտես, անցավոր կյանքի այս նվազության, հավիտենական բարիքներն ամբողջ ինձ տուժել մի տուր, մի չափիր փառք անվախճանելի, այս ժամանակի կարճատևությամբ, այս վշտահառաջ հովտի փոխարեն կյանքն անապական գրավի մի դիր, մի փոխանակիր լույսը քո անճար, մռայլ ու անշող այս խավարի հետ, ձեռքից բաց մի թող սանձերը մտքիս, որ ես չընթանամ խոտոր ճամփեքով, հանգստիս համար բավականության սահման մի հաշվիր կամուրշն աշխարհի, հովիտն անճարիս մի պահիր խավար սվերի ներքո, որ հանդերձյալում չխայտարակվեմ, եթե անբարես չար գործերս անթիվ կմեռնեմ ողջ, եթե սրտիս մեջ շտեմարանես, այստեղ կիզվելով պիտայրվեմ ամբոց, անօրինությունն իմ եթե քննես, առանց բարձրյալիդ ներկայանալու կհալվեմ իսպար, եթե մեղքերս իս թողնես տնկակից, նրանցով մաշված կսպառվեմ անհետ, ակնարկիր զորեղ ամենակարող, որ չարությունը փախչի ինձանից, որպիսի նրան բարությունդ գա փոխարինելու, հրամայիր քո զորությամբ ամբավ, բարեգութ, գովյալ եւ խնամակալ, անշիջելի լույս, որ բնությունը հարկիս մարմնեղեն, գոյավորող իր ողջ անդամներով վերանորոգվի, որպիսի այնտեղ անբաժանորեն միայն դու բազմած հանգիստ բնակվես ախորժ տենչանքով, միավորելով քեզ հետ իմ հոգին, վերակազմես ինձ անարատությամբ, վանելով իսպառապականությունն ամբողջ մեղքերիս, ամենակեցույց անմահ թագավոր, Տեր Հիսուս, օրհնյալ հավիտյանս, ամեն